Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ պատմական Հայաստանը մեզ ասում է իմ ճանապարհով մի գնացեք։ Ոչ։ Որովհետև մերն է պիտի մնա։ Չեմ ճանաչում։ Փաշինյանին չեք ճանաչում։ Չէ։ Իսկ ո՞րն է այդ պատմական Հայաստանի գնացած ճանապարհը։ Ես չհասկացա այդ հարց չեմ կարող ասել, աղջիկ ջան։ Տեղյակ չեմ այդ ինչ ճանապարհներով են գնացել։ Դուք համաձայն եք այդ հարցը, որ տալիս եք, իր հետ ով կարող համաձայն լինի։ Հարցիկ է։ Պատմական հիշողությունը, պատմական միջավայրը հիմա շատ արդիական խնդիր է դրա պահպանությունը։ Ինչպես տեսնում եք, Երևանի օրինակ պատմական հիշողությունը հենց նույն, որ այս ընդամենը ստեղ սովետական, հետ սովետական այդ ժամանակի պատմական միջավայրն է, չէ, Թամանյանի ճարտարապետությունը, այս 30, 50, 60 ամյա ծառերը, ինչպես տեսնում եք, 5 տարյա գիտակցաբար դիտավորությամբ ծառերի սպանդա տեղի ունենում, որը որ ամբողջ Երևանը զրկել է արդեն պատմական միջավայրից, մինչդեռ նույնիսկ զարգացած երկրներում նույնիսկ հիշատակի համար, տեսքի համար պահպանում են նույնիսկ չորացած ծառերը։ Ես դրա ինչ եմ ասում, որովհետև չէ, շատ արհամարհական վերաբերմունք է անցյալի նկատմամբ, պատմական հիշողության նկատմամբ, ու ես ուզում եմ շեշտել, որ 30 այս կարճ ժամանակվա, էլի, այսինքն վերջի, չգիտես ինչի, մարդիկ պահպանում են հիմա 7-րդ դարի, չգիտեմ, մեր թվարկությունից առաջվա ուշարձանները, բայց շատ արհամարհված են 30 տարվա, 50 տարվա Թամանյանի այս սովետական նույն Երևանի պատմական միջավայրը, որը որ եւ դա շատ կարևոր խնդիր է։ Այնպիսի տպավորություն է, որ ուզում են ջնջել իրենց հիշողությունները, ինչ որ կապված է, ասենք 30, 40, 20, թեկուզ 10-20 տարի առաջվա իրադարձությունների հետ։ Այո, շատ իհարկե համաձայն չեմ։ Իհարկե ոչ։ Նիկոլ Փաշինյանը թող իր ընտանիքին հավաքի, ընտանիք էլ չի։ Առնի ու ռադլնի գնա, ահա որ վիճակ է, լրիվ ջնջում է, լրիվ ավիրում է։ Ոչ մի, չգիտեմ, ոչ մի բան չի մնացել։ Ահա որ վիճակ է։ Ես չեմ ուզում խոսեն իր մասին կներեք, որ խոսեն բադ պիտի խոսեն դրա համար չեմ ուզում։ Ես բան չեմ կարող ասեմ բալիս։ Համաձայն եք իր ասածի հետ։ Չէ։ Անորդ իհարկե չէ, իհարկե ինչ եք հարցնում։ Ինչու՞։ Բա ինչու։ Կանխորը հարց եք տալ, այդ մի նախադասությունով չի կարելի դա պատասխանել։ Տարիների խնդիրը ու լուծումը այդքան էլ հեշտ չի, որ մի բան մի ստից բառ ասում ու ընկնում ես կրակի մեջ։ Դա մտածելու տեղիք է տալի ու մենակ սենց հարցազրույցով հարցել չենք լուծի, որովհետև սուտ խոսալը ասելը մի բան է, անելը մի այլ բան։ Պետք է գործել, ոչ թե խոսել։ Ես քաղաքացիական չեմ զբաղվում։ Գլուխը պատին է տվել։ Իհարկե։ Ինչու չպիտի գնանք այդ ճանապարհով։ Որովհետև պատմական Հայաստանի ճանապարհով գնալիս մենք 100 տարի պահանջատեր եղանք ու աճեցրեցինք մեր գլխին թշնամիներ, իսկ Հայաստանը այնքան փոքր պետություն է, թեկուզ եւ շատ հզոր, իրավունք չունի թշնամիներ ունենալու։ Այսուհետ մենք պետք է միայն բարեկամներ ունենանք եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ, որ այսօր խաղաղություն է։ Միայն։ Բայց Փաշինյանն ասում է նաև, որ չունենք ընդհանրապես բարեկամ ու թշնամի։ Շատ ճիշտ է ասում, որովհետև ամեն երկիր պետք է իր շահով առաջնորդվի եւ առաջնայինների շահն է, եւ եթե բարեկամ եւ թշնամի խաղանք, եւ բարեկամը մի օր կդառնա թշնամի, ինչպես դարձավ։ Ինչպես մեր ողերին բարեկամներ, որ այսօր էլ կա, գիտեք, Ռուսաստանի մասին է խոսքը։ Մենք խապված ենք եղել մինչև 20 թիվը, ես ինքս Ռուսաստանամետ եմ եղել շատ, որի համար ամաչում եմ։ Իսկ հիմա
անկեղծ ասած Նիկոլ Փաշինյանը հզոր դիվանագետ է։ Դա Աստված, որ բոլորը հասկանան իրան։ Սա շատերի համար մի քիչ պրիմիտիվ է թվում, բայց մենք Կարեն Դեմիրճյանից հետո չենք ունեցել նման ղեկավար։ Իդեմս Նիկոլ Փաշինյանի մեր երկիրը հզորանում է ու շատ-շատերից առաջ ենք անցել։ Այսօր էլ ես լսեցի համաշխարհային այդ պրոգնոզները, թե Հայաստանը ինչքան առաջ է եւ ստատիստիկան ճիշտ է, չի խափում։ Ու շատ կուզեմ, որ վստահ եմ, որ շատ-շատերն են իմ նման մտածում։ Կուզենամ, որ մենք չունենանք, գիտեք, մեր մեջ չունենանք, մեր մեջ, ես մի կարծիքի լինեմ, դուք մեկ ուրիշ ու մենք չթշնամանանք իրար հետ, մենք երկուսս էլ մտածենք Հայաստանի մասին, այստեղ Նիկոլ Փաշինյանը բոլորովին կապ չունի, պարզապես Նիկոլ Փաշինյանը մեկն է, ով կարողացավ հասնել այսօրվան, ընդամենը դա, ինքը իսկապես ազգանվեր գործ արեց, անկախ այն բանից դուք իրան կսիրեք, ես իրան կսիրեմ, սիրելու հարց չի, մենք իրավունք չունենք սիրել ղեկավարին, մենք պետք է ուղղակի գնահատենք այն ինչի մեջ հիմա մենք կանք եւ պետք է մենք բարեկամանանք անգամ մեր ատելի Ադրբեջանի հետ տարբերակ չունենք եւ մեր երեխաների համար պետք է մտածենք եւ ապագա սերնդի դժնամությունը ցարիքներ է գործում